Պարտադիր չի կոչ անել, որ պաշտոնան կանեն։ Ոչ միայն տրանսպորտի ոլորտում, այլ բոլոր ոլորտներում այն աշխատակիցները, որոնց իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, այդ ժամանակ բնականաբար ես կվերանայեմ, բայց այսօր այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են։ Եթե 3-4 հոգի հավաքվում են ձեր հրաժարականը պահանջել, մյուսի Բայց նորմալը մահագին մարդ կար այդ 150 դրամի բողոքով, նրանք 3-4 հոգի։ Ինձ թվում է 150 դրամի համար որոշումը հայտարարությունից բոլորս լսեցիք, ասեցվեց հանձնաժողով ստեղծվի, որ սոցիալական խմբերի խնդիրները ուսումնասիրենք, նոր քայլենք։ Ինձ թվում է այս հրաժարականներին եւ այս նման պահանջներին ժողովուրդը այդքան էլ կողմնակից չի, հարցրեք ժողովրդին։ Իսկ 100 դրամ վերանայումը բացառված չի, չէ՞, դուք չեք բացառել, որ 150 կարող է դառնալ։ Ուրեմն քննարկումներ են գնում, ես իմ հայտարարության մեջ նշել եմ, ելի եմ նշում, որ եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ տրանսպորտ, անպայման պետք է քննարկենք այդ հարցը։ Եթե չենք ուզում ունենալ նորմալ տրանսպորտ եւ ընդհանրապես տրանսպորտ, ուրեմն ինչ վիճակ կա, պետք է դա էլ մնա։ Բայց ասում են, որ դա գծատերերի ներողություն եմ խնդրում, այդ արտահայտության ուղղակի շատ հանրահայտ է դրա համար։ Այդ նրանց գրպանն է գնում, այսինքն ամբողջ աշխարհում, եթե խոսում են աշխարհի պրակտիկայից, մարդիկ գնում են այդ քարտերը գնում են, որը գնում է պետությանը, այսինքն բոլորը գիտեն ուր է գնում այդ փողը, բայց այս դեպքում մարդիկ Ես այդքան էլ համաձայն չեմ, դուք նույնը մյուս քաղաքների փորձ ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդքան էլ այցև չի։ Ոչ մի այն քաղաքներում, որտեղ միասնական տոմսեր կա, դա 100%-անոց պետության սեփականությունը չի, մասնավոր պետություն համագործակցության արդյունք է։ Այ Մարկարյան, ես խնդրում, ես մամակի պատասխանում ճիշտ չեմ ես Հապյանի կողմից խնդրում եմ։ Գնայեմ քեզի կասեմ։ 5 րոպեվա, մի րոպեվա իմ մամակի պատասխանը ճիշտ է։ Պարոն Մարկարյան, մի վերջին հարց խնդրում եմ, շնորհակալ կլինեմ, եթե դրան էլ պատասխանեք։ Ձեր փոփոխությունը տրանսպորտի գնի, այսինքն կասեցումը ձեր որոշման, ինչով էր պայմանավորված այդ ակցիաներով, թե դուք ինքներդ եկաք, որպեսզի ասենք սոցիալական այսպեսի լարվածություն չառաջանա, ինչով էր դա պայմանավորված, պարոն Մարկարյան։ Հիմնականում այն իմ շփումները թե ուսանողների հետ, թե այն կազմակերպությունների հետ, որոնք իրականում այդ հարցը բարձրացնում են սոցիալական խնդրի հետ կապված, որ պետք է լգոտաներ տալ, ես իմ համաձայնությունը տվեցի, որ այո, հանձնաժողով ստեղծենք եւ հանձնաժողովում քննարկենք այն լգոտաները, որը պետք է տրամադրվի մեր սոցիալական խոցելի խավը։ Այսինքն այդ երիտասարդության բողոքներ նաեւ կարելի է ասել այսպես։ Ես հանդիպել եմ ուսանողների հետ, կազմակերպության պատասխանատուների եւ այն ոլորտի խոցելի խմբերի կազմակերպության ներկայացուցիչների եւ քննարկել ենք այդ հարցը միասին։ Իսկ երբ վերանայման հնարավորություն կլինի։ Հանձնաժողովը երբ որ քննարկի, հանձնաժողովը Շնորհակալություն, պարոն Մարկարյան։